Բարև ձեզ սիրելի առյուծիկներ, սա ձեր աստղաբանական կանխատեսումն 2026 թվականի հրեղեն կարմիր ձյու տարվա համար։ Եվ բավականին անկանխատեսելի փոփոխություններ են ձեզ սպասում, բավական հետաքրքիր տարի է լինելու սիրելի առյուծիկներ, կլինեն եւ կորուստներ, եւ մեծ ձեռքբերումներ։ Իհարկե, թե որը ավելի շատ կլինի դա դուք եք որոշում ձեր ճիշտ քայլերով, ձեր իմաստությամբ, դեռ նաև առյուծը իմաստության նշան է իմ կարծիքով։ Եվ եթե լինեք իմաստուն այս տարվա ընթացքում, իհարկե ավելի շատ ձեռքբերումներ կլինեն, քան կորուստներ։ 26 թվականը բավականին բարդ տարի է լինելու սիրելի առյուծներ ընդհանրապես բոլոր կենդանակերպերի համար եւ մարդկության համար առհասարակ։ Ես իմիջիալոս շատ հետաքրքիր վերլուծություն եմ արել տարվա կանխատեսում ըստ The Economist ամսագրի նոյեմբերյան շապիկի վերլուծության։ Եթե չեք դիտել անպայման դիտեք այդ գերհետաքրքիր վիդեոն եւ այնտեղ պարզ կդառնա, որ իսկապես շատ ծանր տարի է 2026 թվականը։ Նախ 3 բարձրագույն մորակներ, ես դրան անդրադարձել եմ, բայց այժմ կրկնեմ, 3 բարձրագույն մորակները Սատուրնը, Նեպտունը եւ Ուրանը փոխում են իրենց դիրքավորումները։ Հատկապես ստրեսային է լինելու, ճգնաժամային է լինելու Սատուրնի եւ Նեպտունի դիրքերի փոփոխությունը, որովհետեւ նրանք ձկներից հիմնովին մուտք են գործում խոյ կենդանակերպ եւ այնտեղ էլ միանում են գարնանային գիշերահավասարի կետում, որը շատ հազվագյուտ երևույթ է, կարելի ասել 800 տարին մեկ է լինում այդպիսի իրադարձություններ եւ դա բնականաբար մեծապես կազդի թե համաշխարհային իրադարձությունների ճգնաժամերի զարգացման հասունացմանը եւ թե անհատական մարդկանց ճակատագրերի վրա նույնպես կանդրադառնա։ Նու ինչպես կանդրադառնա, ձեզ համար իհարկե բարենպաստ է սիրելի առյուծիկներ, որովհետև Սատուրն ու Նեպտունը հայտնվում են ձեր 9-րդ աստղատանը։ Նախ 2026 թվականի հունվարի 26-ին անորոշության, միստիկայի, մոգության, նաև խաբեբայության մոլորակ Նեպտունը մուտք կգործի հունվարի 26-ին կլքի ձկները, որտեղ նա նախորդ 12 տարիներ անցկացնում եւ մուտք կգործի խոյ կենդանակերպ եւս 12 տարի շարունակ կգտնվի խոյ կենդանակերպում, իսկ խոյը գիտեք, որ ձեր 9-րդ աստղատունն է, որը կապված է արտասահմանի, հեռավորի, արտասահմանյան կազմակերպությունների հետ համագործակցություն, հնարավոր է ինչ-որ նաև էմիգրացիա, այսինքն երկար ժամանակ գնաք բնակվեք արտասահմանում կամ ստանաք կացություն արտասահմանում, արդեն այդ քաղաքացիություն արտասահմանում ստանաք, եթե իհարկե դուք այդպիսի նպատակներ ունեք, նոր ինչ-որ կրթություն, ուսումնական ծրագրով մեկնեք արտասահման, կամ ամուսնություն արտասահմանցու հետ, ինչու ոչ, ամեն դեպքում բարենպաստ է Նեպտունի դիրքը խոյ կենդանակերպում, սիրելի առյուծիկներ անձամբ ձեզ համար, որովհետև Նեպտունը գեղեցիկ եռանկյունի կառաջացնի ձեր արեգակի հետ, արեգակը առյուծում եւ Նեպտունը խոյ կենդանակերպում նրանք շատ գեղեցիկ, այսպես մորակային փոխհարաբերության մեջ են մտնում, նոր ստեղծագործական սկիզբ, ինչ որ չգիտեմ, նոր ամեն տեսակի նորը, որովհետև գիտեք, որ խոյը դա ամբողջ զոդիակի առաջին կենդանակերպն է եւ բնականաբար մարդկանց կյանք նոր ինչ որ էներգիա է մտցնվելու Նեպտունի եւ Սատուրնի գտնվելով հենց խոյ կենդանակերպում։ Իհարկե Նեպտունը ավելի այսպես ջրային մոլորակ է, որովհետև նա իշխում է ձկներում եւ հայտնվելով հրեղեն խոյ կենդանակերպում, իհարկե այդ էներգիաները տարվա սկզբի շատ անկայուն կլինեն, շատ հախուռն կլինի, շատ ինչ որ նոր
մտահղացումներ կլինեն ձեր մոտ, ընդհանրապես առողջունիվ ստեղծագործական նշանը գիտեք, եւ կարող է դա վերաբերվել ոչ միայն ձեզ, այլ նաեւ ձեր ամուսնուն, ձեր երեխաներին, այս փոփոխությունները, սիրելի առյուծիկներ, այնպես որ տարին շատ հետաքրքիր զարգացումներով է սկսվելու, կարծում եմ, եւ երկրորդ բարձրագույն մոլորակը, որ հենց տարվա սկզբից մուտք կգործի խոյ, դա Սատուրն է։ Չարաբաստիկ Սատուրնը, Սառնաշունչ, սահմանափակումների մոլորակ Սատուրնը, փետրվարի 14-ին 2026 թվականի կրկին մուտք կգործի Խոյ եւ այնտեղ կմնա 2 տարի մինչև 28 թվականի կարծեմ ապրիլի 13-ը եւ սա ինչ է նշանակում Սատուրնը ընդհանրապես Խոյ կենթանակերպում թույլ է նույնպես դրական մորակային փոխհարաբերություն կկազմի սիրելի առյուծիկներ ձեր այրեգակի հետ այնպես որ թե Սատուրնի եւ թե Նեպտունի գտնվելը Խոյ կենթանակերպում ձեզ համար շատ բարենպաստ է բայց այսինքն ձեր նպատակների ճանապարհին Նեպտունը ավելի շուտ է մտնելու Խոյ եւ ավելի երկար է մնալու այս մոտակա 2 տարիների ընթացքում այնուամենայնիվ Սատուրնը որոշակի խոչընդոտներ է դնելու ու սա պետք է հիշեք այսինքն այդ բոլոր ձեր մտահղացումները, բոլոր ծրագրերը արտասահմանում ապրելու կամ ինչ-որ նոր աշխատանք, նոր համագործակցություն արտասահմանյան կազմակերպությունների հետ մի փոքր դանդաղեցնելու է Սատուրնը, որտեղ Սատուրնը ուշադրությունների, դանդաղության, ծանրակշռության մոլորակ է, ավելի մանրամասն ես կանդրադառնամ ամսական կանխատեսումներում, այնպես որ անպայման բաժանորդագրվեք իմ YouTube-յան ալիքին եւ նաեւ հետեւեք ինձ Facebook-ում հաջորդը դա խավարումների ձմեռային միջանցքն է, որը կսկսվի փետրվարի 17-ին 2026 թվականի արևի օղակաձև խավարմամբ 28 աստիճան ջրհոսում եւ ձեր 7-րդ աստղատանը հատկապես կզգան այս խավարման ազդեցությունը սիրելի առյուծակներ նրանք ովքեր ծնվել են օգոստոսի 18-ից 22 ընկած ժամանակահատվածում նու 7-րդ տունը գիտեք կապված է զուգընկերների գործընկերների հետ առհասարակ լայն իմաստով այն միջավայրի հետ որը մեզ շրջապատում է եւ այստեղ իհարկե պետք է ինչ-որ նոր զարգացումներ սպասել հենց ձեր գործընկերության անձնական կյանքի ոլորտում գիտեք որ արևի խավարումները տեղի են ունենում հենց նորալուսինների ժամանակ կամ միջավայրում ինչ որ փոփոխություններ նոր մարդիկ կմտնեն ձեր կյանք հենց տարվա սկզբից կարծում եմ հենց արտասահմանից որտեղ Սատուրն ու Նեպտունը մինչ այդ մուտք գործեցին ձերի ներդաստխատուն եւ ընդհանրապես շատ հետաքրքիր եւ բարենպաստ զարգացումներ են սպասվում այդ ամենի հետ կապված բայց նաև պետք է հասկանալ ձեր անձնական կյանքի ոլորտը ինչպես եք դասավորելու այդ բոլոր փոփոխությունների դիտանկյունից այսինքն եթե խնդիրներ կան անձնական կյանքում իհարկե այդ խավարումը կարող է ավելի խորացնել այդ խնդիրները ավելի ընդգծել այդ խնդիրները այդ իսկ պատճառով պետք է արդեն վճռական դուք հստակեցնեք ցանկանում եք շարունակել այդ հարաբերությունները թե չէ եթե նոր հարաբերություններ են հնարավոր է շատ հեռանկարային լինեն։ Երկրորդ խավարումը տարվա մարտի 3-ին 26 թվականի տեղի կունենա լուսնի ամբողջական խավարումը 12 աստիճան կույս կենթանակերպում եւ ձեր երկրորդ աստղատանը սիրելի առյուծակներ դա նշանակում է որ հենց տարվա սկզբից պետք է հստակեցնել նաև ֆինանսական ոլորտը ուշադրությունը հրավիրում է այս խավարումը ֆինանսական հոսքերի վրա, ֆինանսների աղբյուրների վրա, նոր աշխատանք է հնարավոր, նոր ավելի բարձր վարձատրվող պաշտոն եւ այլն։ Բայց ամենաբարենպաստ իհարկե աստղաբանական իրադարձությունը սիրելի առյուծակներ լինելու է Յուպիտեր մոլորակի մեծ բարերար մոլորակ Յուպիտեր մոլորակի մուտքը ձեր իսկ առյուծ աստղակետը, այսինքն ձեր առաջին աստղատունը։ Յուպիտերը մինչ 26 թվականի հունիսի 30-ը գտնվելու է Խեցգետնում եւ ձեր 12-րդ տանը, որը նշանակում է գաղտնի ինչ-որ գործընթացներ, գաղտնի թշնամիների ակտիվացում կամ ինչ-որ խնդիրներ առողջության հետ, բայց այդ ամենը
կանցնի եւ կհաղթահարվի 26 թվականի հունիսի 30-ից հետո, երբ մեծ բարերար մոլորակ Յուպիտերը մոտ գործի առյուծ, որտեղ է իմ մեծ բաժինը համեստորեն հետաքրքրվեց առյուծ, ահա սկսվելու է հենց այդ հարցը, որտեվ Յուպիտերը տալիս է ընդարձակում, լայնում այն ոլորտում, որտեղ նա տեղի է ունենում, եւ ձեր կյանքի գրեթե բոլոր ոլորտներում սպասվում են դրական զարգացումներ, սիրելի առուցակներ, դա ինչ է նշանակում, դա նշանակում է դռներ կբացվեն ձեր առջև, անձնական, գործնական, ֆինանսական, չգիտեմ, բոլոր ձեր ցանկացած ոլորտներում, եւ այդ փոփոխությունները, այսինքն այդ հնարավորությունները անպայման դուք պետք է օգտագործեք, եթե չօգտագործեք, իհարկե, այսպես ասած, հաջողությունը կանցնի ձեր կողքով։ Յուպիտերը առյուծում կմնա մինչև 2027 թվականի հուլիսի 26-ը, այսինքն մեկ տարուց առավել դուք հնարավորություն ունեք, ժամանակ ունեք, որպեսզի այդ հաջողությունը մաքսիմալ օգտագործեք եւ ծառայեցնեք ձեր նպատակների իրականացմանը։ Եվ իհարկե նաև գլոբալ տեսանկյունից Յուպիտերը առյուծ կենդանակեպում, նամանավանդ նա հուլիս ամսվա ընթացքում դիմակայելու է Պլուտոնին, չարաբաստիկ, դա աշխարհի նոր բաժանումն է ստեղծության խորհրդանշում, նման դիրք մենք ունեինք երկրորդ համաշխարհային պատերազմի վերջում, երբ տեղի ունեցավ այդ աշխարհի վերջին բաժանում, այսպես ասած, ետպատերազմյան, իսկ հիմա հենց հունիսի վերջում նույնպես դա տեղի ունենա եւ հուլիսի ընթացքում դա տեղի ունենալու, իհարկե ավելի մանրամասն ես դրան կանդրադառնամ Facebook-յան եթերով եւ այս YouTube-յան ալիքում կլինեն նաեւ տեսանյութեր։ Եվ վերջին բարձրագույն որակը, որը փոխում է իր դիրքը, դա Ուրանն է։ Ուրանը 26 թվականի ապրիլի 26-ին մուտք կգործի երկվորյակներ եւ այնտեղ կմնա շուրջ 7 տարի, մինչեւ գիտեք 32 թվականի օգոստոսի 3-ը կարծեմ, օգոստոսի 3-ը։ Եվ դա ինչ է նշանակում, երկվորյակները սիրելի առուցակներ, դա ձեր 11-րդ տունը, որը նշանակում է անսպասելի, ընդհանրապես անկանխատեսելի ձևով կարող են իրագործվել ձեր ամենանվիրական երազանքները, փոփոխություններ են սպասվում նաև ձեր չափահաս երեխաներին, այսինքն հնարավոր է նրանք կամ այլ երկրում աշխատանք գտնեն, կամ ինչ-որ ամուսնանան օրինակ օտար երկրացու հետ, նույնպես ձեր հորոսկոպի հետ դա խոսելու է, որտեվ Սատուրն ու Նեպտունը 9-րդ տան են, այսինքն չափազանց կարևոր է այդ արտասահմանյան այդ հեռավորը ձեր կյանքում գալիք տարվա ընթացքում։ Եվ on-line business շատ բարենպաստ է, ինչու ոչ, այսինքն Ուրանը նոր լիցքեր կհաղորդի, նոր ինչ-որ շատ հետաքրքիր զարգացումներ կբերի ձեր կյանք, սիրելի առուցակներ։ Նու իհարկե շատ երկար է մնալու, 7 տարի շարունակ, այդ զարգացումները շատ զանազան են լինելու, շատ անկանխատեսելի են լինելու, կյանք հարագանալու է ձեզ համար, սիրելի առյուծներ։ Եվ հաջորդը շատ կարևոր աստղաբանական իրադարձությունը 2026 թվականի հուլիսի 27-ին վերընթաց լուսնային հանգույցը, այսինքն Ռախուն, մուտք կգործի ջրհոս եւ ձեր 7-րդ տուն, մինչ հուլիսի 27-26 թվականի Ռախուն գտնվելու է, այդ նպատակային լուսնային հանգույցը գտնվելու է ձկներում եւ ձեր 8-րդ աստղատանը, որ իհարկե ֆինանսական խնդիրներ էր առաջացնում կամ խոչընդոտներ էր ստեղծում այդ խնդիրները հաղթահարելու հետ կապված, բայց այժմ նա մտնելու է 7-րդ տուն եւ արդեն ձեր ուշադրությունը պետք է ֆիքսվի ձեր զուգընկերների, գործընկերների, ձեր միջավայրի վրա, այսինքն ավելի շատ դուք պետք է ծառայեք նրանց, եթե ցանկանում եք հասնել ձեր նպատակների իրականացմանը, սիրելի առուցակներ, ուրեմն դուք պետք է ծառայեք միջավայրին։ Նաև խնդիրը նրանումն է, որ կետուն, այսինքն հարավային լուսնային հանգույցը, դա նախկին կյանքերի, ինչ-որ կարմիկական իրադարձությունների, պարտքի պահանջի լուսնային հանգույցն է, նա միաժամանակ մուտք կգործի հուլիսի 27-ին ձեր առաջին աստղատուն, հանգույցները դիմակայում են միմյանց, այդ առանցք են կազմում։ Եվ սա իհարկե կորուստների հանգույց է, կետուն կորուստների հանգույց է, բերում է ինչ-որ խնդիրներ, կարող առողջական խնդիրներ բերել, կարող է ինչ-որ ամենաբարենպաստ իհարկե
զարգացումներում կարող է բերել նաև մոտիկ մարդկանց կորուստ, ինչ որ դա կարող է աշխատանքի կորուստ լինել, դա կարող է տան կորուստ լինել, ինչ որ կորուստ փողի, գումարի կորուստ լինել, բայց կարող է նաև կենթանու կորուստ լինել, այսինքն երբ որ այդ կետն անցնում էր կարիճով, ուղղակի փիսոն փախավ մեր այդ սև սպիտակ փիսոն այդպիսի զարգացումներ նույնպես հնարավոր այսինքն տարբեր դրսևորումներ կարող է ունենալ այդ կետուի տարանցումը կարիճ առյուծ կենդանակերպով եւ ձեր առաջին աստղատնով դա իհարկե բարդ է 1.5 տարի այդ հանգույցը կմնա առյուծում եւ տարբեր տեսակի խնդիրներ կարող է ձեր մոտ առաջանան բայց ինչն է հիմնական մեսեջը նա է որ դուք պետք է ազատագրվեք այն ամենից ինչ որ արդեն ձեզ խանգարում է ինչ որ ծանր բեռի պես ձեր մեջքի հետևում է կամ ձեր ուսերից է կախված եւ դուք չեք կարողանում դեպի նոր զարգացումներ ուղղորդել ձեր կյանքը կարճելով հնից այդ կետուն օգնում է ազատագրվել այդ հնից այդ կարմիկական այդ բեռից իհարկե դա երբեմն ցավալի է երբեմն որ ուղեկցվում է տարբեր բարդ իրադարձություններով բայց դա անհրաժեշտություն է եթե ցանկանում եք զարգանալ եւ արագ քայլերով առաջ գնալ հաջորդը սիրելի առյուծակներ Վեներան կգտնվի առյուծում 26 թվականի հունիսի 13-ից մինչև հուլիսի 9-ը իհարկե սա շատ բարենպաստ ժամանակահատված է ինչ որ անձնական հարաբերությունները կարգավորելու ձեզ անպայման կնկատեն կգնահատեն միջավայրը կգնահատի ձեր անկրկնելի հմայքը եւ գեղեցկությունը իհարկե առյուծները շատ են սիրում լինել ուշադրության կենտրոնում այսինքն դուք ձեզ շատ լավ կզգաք եւ նաեւ ֆինանսական ոլորտում բարենպաստ է անդրադառնում Վեներայի տարանցում արեգակնային նշանով բերում է եկամուտների աճ հատկապես եթե դուք զբաղված եք գեղեցկության ոլորտում Եվ հաջորդը ուրեմն Մերկուրին կգտնվի առյուծ կենդանակերպում օգոստոսի 9-ից մինչև 25-ը եւ իհարկե այդ ժամանակ բարենպաստ է ինչ որ բանակցություններ վարել, ճամփորդել իհարկե այս Մերկուրի տարանցումը առյուծ կենդանակերպով ուղեկցվելու է նաեւ խավարումների միջանցքով այնպես որ պետք է զգուշ լինել սիրելի առյուծներ եւ ամառային խավարումների միջանցքը 2026 թվականին անցնելու է ձեր արեգակնային նշանով, այսինքն այդ խավարումները տեղի ունենալու առյուծ կենդանակերպի մեկը կենդանակերպում, մյուսը մոտակայքում եւ մեծապես ազդելու է ձեր հետագա ճակատագրի վրա։ Ու Մարսի մասին նույնպես անդրադառնանք, Մարսը անցնելու է կարիճով առյուծի միջով 2026 թվականին եւ դա տեղի կունենա 26 թվականի սեպտեմբերի 28-ից մինչև նոյեմբերի 26-ը։ Նու առաջի տնով է անցնում, այսինքն այդ ժամանակ պետք է ակտիվ գործել, ինչ որ նախաձեռնել փոփոխություններ ձեր կյանքում դրական, որպեսզի նրանք տեղի ունենան եւ пассив չլինել եւ երբ Մարսը անցնում է ձեր ուրեմն առաջին տնով եւ ձեր արեգակով այլապես այդ ակտիվության էներգիան Մարսի եռանդը վերածվելու է արդեն հիվանդությունների էներգիան ամանավանդ որ կետուն այսինքն հարավային լուսնային հանգույցը անցնում է առյուծով արդեն սկսում է իր տարանցումը առյուծով հուլիսի 27-ից 26 թվականի այսինքն պետք է շատ զգուշ լինել պետք է շատ ուշադիր լինել այդ ընթացքում Մարսի այնտեղ եւ կետուի միությունը, որ հանգարց առյուծում չառաջացնի որոշակի խնդիրներ։ Եվ անդրադառնանք նաև խավարումների ամառային միջանցքին, ամառային միջանցքի առաջին խավարումը, որը գալիք տարվա ամենաբարդ խավարումն է լինելու, տեղի կունենա օգոստոսի 12-ին, դա արևի ամբողջական խավարումն է լինելու եւ առյուծ կենդանակերպի 20-րդ աստիճանում ձեր առաջին աստղատանը։ Իհարկե հատկապես այն առյուծները, ովքեր ծնվել են օգոստոսի 9-ից 13-ը 14 ընկած ժամանակահատվածում հատկապես նրանց վրա կանդրադառնա, որովհետև դա այդ ժամանակ նրանց սոլար վերադարձն է, ծննդյան տոնն են նշելու եւ ամբողջ տարվա վրա, այսինքն 26 թվից օգոստոսից մինչև 27 թվականի օգոստոսը իր
ազդեցությունը կթողի այս խավարում։ Իհարկե անպարտադիր չէ, որ հենց ձեզ վրա անդրադառնա, եթե կին եք, դա կարող է անդրադառնալ ձեր հոր վրա, ձեր ամուսնու վրա, ձեր ավագ տղայի վրա կամ չգիտեմ տղամարդկանց վրա, ձեր ցեղի տղամարդկանց վրա, արևը հենց տղամարդկանց խորհրդանիշն է, պես որ նույնպես արեք այս խավարումը ամբողջական արևի մեծապես կազդի, խավարումը արևի իհարկե անբարենպաստ է, նա մտառյուցում, որտեվ արեգակը իշխում է առյուծում եւ թակավորում է, պես որ այդ եւ կորուստների պահով պետք է զգուշ լինել հենց օգոստոս ամսվա ընթացքում, սիրելի առյուծակներ, եւ ես իհարկե Facebook-յան լայվով կամ նաեւ ամսական ամենամսյա անխատեսումներում կանդրադառնամ ավելի մանրամասն այս խավարմանը, որը ի դեպ ասած ԱՄՆ-ում է երևալու, այս մեր տարածաշրջանում չի երևալու, եւ օգոստոսի 28-ին տարվա 26 թվականի վերջին խավարումն է, դա լուսնի մասնակի խավարումն է, 4 աստիճան ձկներում է լինելու, սիրելի առյուծակներ, եւ ձեր 8-րդ աստղատանը, 8-րդ աստղատունը առհասարակ ինչ է նշանակում, 8-րդ աստղատունը դա այն գումարներն են, որոնք մեզ չեն պատկան, վարկեր, պարտքեր, այսինքն ամբողջ 26 թվականի ընթացքում ձեր մոտ շատ ակնառու է հենց այդ ֆինանսական խնդիրը, ֆինանսական գիծը, 8-րդ տունը կապված է կարող է կապված լինել նաև անշարժ գույքի ձեռքբերման կամ ժառանգություն ստանալու հետ, այսինքն հիպոթեկ կարող է ձևակերպեք կամ որոշեք այդ հիպոթեկը ձևակերպել, բայց ամեն դեպքում խորհուրդ չեմ տալիս խավարումների միջանցքի ժամանակ, դա ամբողջ օգոստոսին, գալիք տարվա 26 թվականի օգոստոսին, ցանկալի չէ նման քայլ կատարել, որովհետև հետագայում եթե դուք ցանկանաք փոխել, շատ դժվար կլինի այդ ամենը փոխել եւ շահած դուրս գալ, այնպես որ այդ խավարումների միջանցքին շատ ուշադիր եղեք, նա նույնպես կարող է անդրադառնալ բիզնեսի ոլորտի վրա, թե բիզնեսում եք կարող է այսպես ուշահատուկ ուշադրության կենտրոնում հայտնվեք տարբեր ասած վերահսկող մարմինների կողմից, որը իհարկե մշտապես անցանկալի է, նու ամեն դեպքում օգոստոսին որևիցե, այսպես ասած, ռիսկային քայլեր, նամանավանդ նոր բիզնեսի բացում, պարտքեր, վարկեր, հիպոթեկներ, սիրելի առյուծներ, խնդրում եմ այդպիսի քայլերի մի գնացեք, նաև էքստրեմալ ինչ-որ սպորտաձևերով մի զբաղվեք, ամառ է, հնարավոր է արձակուրդ գնաք ծովում, չէ՞ այդպես շատ ազատ ձեզ մի զգացեք, որտեվ նույնպես շատ մեծ վտանգներ կան, հատկապես այդ օգոստոսի 12-ի մոտակայքում ծնվածներ, օգոստոսի 10-ից, 9-ից մինչև օգոստոսի 15 այդ ժամանակահատվածում ծնվածների վրա մեծապես կազդի ամբողջական արևի խավարումը եւ իհարկե արևի խավարման ժամանակ հիշեցնեմ, որ չի կարելի բաց երկնքի տակ գտնվել, դե ավելի մանրամասն ես այդ ամենը կներկայացնեմ ամսվա կանխատեսումներում եւ եթե լինեն այդ Facebook-յան լայվերը, միջալոց գրեք մեկնաբանություններում, արդյոք ցանկանում եք, որ շարունակվեն Facebook-յան լայվերը, մյուսը Պլուտոնը, գիտեք, որ Պլուտոնը արդեն 2024 թվականի նոյեմբերից արդեն հիմնովին գտնվում է ջրհոսում եւ 20 տարի շարունակ գտնվելու է ջրհոսում, դա ամենադանդաղաշարժ մոլորակն է բարձրագույն մոլորակներից եւ անցնում է գալիք տարվա ընթացքում 5-ից մինչև 7 աստիճան ջրհոս է հասնում, ձեր 7-րդ աստղատանն է գտնվում, սիրելի առյուծներ, իհարկե պետք է շատ ուշադիր լինեք ձեր միջավայրի հետ կապված, այսինքն անձնական գործնական հարաբերությունների հետ կապված, որտեղ հնարավոր է շատ բարենպաստ կապեր ստեղծվեն եւ նաեւ հնարավոր է շատ անբարենպաստ կապեր լինեն ինչ-որ կրիմինալ ոլորտից այդ մարդիկ, ովքեր կգան ձեր միջավայր կամ կցանկանան ձեր հետ ավելի սերտ ընկերանալ, պես որ շատ Պլուտոնի 7-րդ տանը առաջացնում է զանազան փոփոխություններ հենց այդ ձեր միջավայրում, գործնական ոլորտում, անձնական ոլորտում եւ դա շաբական երկար գործընթաց է լինելու, այդպես չէ, որ 1 տարի անցավ եւ վերջ, ինչպես Յուպիտերը, ոչ, Պլուտոնը 20 տարի շարունակացնում է եւ քանդում է, այսպես ասած, այդ վիրաբուժի նման կտրում թափում է այն ամենը, ինչ որ
որ ձեզ անհրաժեշտ չէ իրականում։ Իհարկե դա շատ ցավալի զարգացումներ կարող են լինել, բայց ամեն դեպքում, եթե այսպես դիտարկենք այդ մեր քաղբանտարկյալների մեծ մասը, հատկապես Սամվել Կարապետյան, նաև որոշ այդ նաև Սրբազան, Միքայել Սրբազան, Աշակ Սրբազանը, նրանք առյուծի կենդանակերպի տակ են ծնված, որը նաև վեհափառ հայրապետը Գարեգին նույնպես առյուծի կենդանակերպի տակ է ծնված, որը որ նշանակում է, որ նույնպես նրանց մեծ փոփոխություններ են սպասվում գալիք տարվա ընթացքում, եւ հատկապես այդ փոփոխությունները կզգան գալիք տարվա ընթացքում 26 թվականին այն առյուծները, ովքեր ծնվել են հուլիսի 25-ից 31 ընկած ժամանակահատվածում։ Այսինքն այդ էական փոփոխությունները գործնական եւ անձնական ոլորտում հենց իրենց են սպասում։ Եվ ի վերջո Սև լուսինը, սիրելի առյուծներ, Սև լուսինը 25 թվականին գիտեք, որ դեկտեմբերի 20-ից մուտք կգործի աղեղնավոր եւ ձեր 5-րդ աստղատուն, որը կապված է երեխաների հետ, հաճույքների հետ, իհարկե, երբ Սև լուսինը բարենպաստ փոխհարաբերություններ է կազմում ձեր արեգակի հետ, արեգակնային նշանի է, դա լավ չի, որովհետև ավելի հեշտությամբ Սև ուժեն հնարավորություն է տալիս ներգործելու ձեր վրա, շեղելու ձեզ ճիշտ ճանապարհից, նաև դա կարող է վերաբերվել ձեր երեխաներին։ Եվ 26 թվականի սեպտեմբերի 14-ից Սև լուսինը մուտք կգործի այդ եղջյուր ձեր 6-րդ տուն, որը որ արդեն խնդիրներ կարող է առաջացնել ձեր աշխատավայրում, ինչ-որ ինտրիգներ, բամբասանքներ, չար վերաբերմունք, չարկան վերաբերմունք ձեր նկատմամբ, պես որ սա շատ իհարկե բարդ ժամանակահատված է, բայց ավելի կարծիքով ամենալարվածը դա Պլուտոնի տարանցումն է 7-րդ տնով եւ ջրհոսով, նաեւ հարավային հանգույցի գտնվելը առյուծ կենդանակերպում նույնպես շատ մտահոգիչ է։ Այնուամենայնիվ Յուպիտերի տարանցումը առյուծ կենդանակերպով գալիք տարվա հունիսի 30-ից կմեղմացնի բոլոր բացասական ազդեցությունները, այնպես որ առանձնապես շատ տխրելու կարիք չունեք, սիրելի առյուծներ, մի տխրեք, այլ կրեք այս 7 քարերով, մոգակ 9 քարերով գալիք տարվա 26 թվականի գերհզոր 9 քարերով մոգական թևնոցը, տեսեք ինչպիսի գեղեցկություն է, ես ահա դες ցույց տամ այս թևնոցը եւ շատ բոլոր տեսակի հաջողությունների 9 տեսակի հաջողություն է բերում ձեզ եւ անպայման համեցեք խորհրդատվության այսքանը սիրելի առյուծակներ, ես ձեզ մաղթում եմ ֆանտաստիկ 2026 թվական, անպայման բաժանորդագրվեք աստղային խորհրդատու Աննե Հախվերդյանի YouTube-յան ալիքին, կիսվեք այս վիդեոներով սոցցանցերում, նաև հետևեք ինձ Facebook-ում, TikTok-ում, Instagram-ում եւ Telegram-ում, այսքանը, ստեսություն կհանդիպենք։